Տիգրան Չուխաջյանը հայ ազգային օպերային արվեստի հիմնադիրն է։ Ծնված լինելով Կոստանդնուպոլսում, նա պայքարում էր հայ ազգային մշակույթի պահպանման համար։ Ղեկավարում էր սիմֆոնիկ համերգներ, երաժշտություն էր գրում Արևելյան թատրոնի, Վարդովյան թատրոնի ներկայացումների համար եւ դասախոսություններ էր կարդում։ Հայկական առաջին ազգային օպերան Արշակ II ստեղծվել է Փավստոս Բուզանդի եւ Մովսես Խորենացու փոխանցած տեղեկությունների հիման վրա։ Իտալերեն լիբրետոն գրել է Թովմաս Թերզյանը, հայերենը Արմեն Գուլակյանը։ Իսկ Չուխաջյանը մարմնավորում է Թերզյանի լիբրետոյի քնարական հիմնական գիծը։ Թուրքական իշխանությունների ընդվզումների պատճառով օպերան ամբողջությամբ չի բեմադրվել երգահանի կենդանի լինելու տարիներին։ Միայն մահից հետո նորացված տեսքով օպերան առաջին անգամ ներկայացվում է հանդիսատեսին 1945 թվականին, դառնալով Երևանի օպերայի եւ բալետի պետական թատրոնի խաղացանկի հիմնասյուներից մեկը։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր Facebook-յան եւ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։